այսքան քիչ Իսրայելն է։ Ըստ ձեզ ինչպես հնարավոր դարձավ մեր հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում, այստեղ եղել են նախակոդավորված պատասխաններ եւ հետկոդավորված, դուք հիմա տեսնում եք հետկոդավորվածը, բայց ոչ թե որ նախակոդավորվածը գաղտնիք է, այլ այնտեղ հիմա եթե դուք այստեղ տեսնում եք 7 սյունյակ, այնտեղ 30 սյունյակ էր, դա արված էր մեր հարցազրույցարանների գործը հեշտացնելու համար, բայց արդեն աշխատանքը ամփոփելուց հետո մենք սրանք խմբավորել ենք։ Հիմա օրինակ առաջին տողում դուք տեսնում եք ներհասարակական ուժականություն, այսպես հավաքական տերմին, որը տիրապետողն է 56.9%։ Ինչ է մտնում սրա մեջ, ըստ նախակոդավորումների։ Սրա մեջ մտնում է, այո, առաջին տեղում միասնական էինք, ոգի կար, գաղափարախոսություն կար, սովետի օրոք մեծացած դաստիարակված մարդիկ էին, դավաճաններ չկային, հարուստներ ու աղքատներ շերտավորում չկար եւ այլն։ Այդ ամբողջը խմբավորվել է որպես ներհասարակական ուժականություն։ Ընդհանրապես հարցը դնելու իմաստը նաև կուզեի ասել, այս տեսակ հարցեր դրվում են արտերկրում, նոր հեծանիվ չենք հայտնագործել, բայց ասենք մեր նպատակադրումը ինչ է եղել, շատ հետաքրքիր էր հետ տրավմատիկ պարտություններ տարած հասարակությունում մարդիկ ինչն են ընկալում որպես հաղթանակ։ Բնականաբար այստեղ չի չափվել մեր հարցազրույցյալների պատմագիտական գիտելիքները, ընդհանրապես սոցհարցման իմաստը դա չի։ Մենք փորձել ենք հասկանալ մարդկանց միֆական պատկերացումների մեջ ինչ պայմաններ պիտի բավարարվեն, որ դրանից բխի հաղթանակ։ Ասենք օրինակ միասնականություն հավասար է հաղթանակ, դավաճանների բացակայություն հավասար է հաղթանակ։ Մեր խնդիրը դա չափելն էր։ Երկրորդ տեղում առաջնորդություն եւ կազմակերպվածություն, այստեղ էլ էլի նախակոդավորված տարբերակներ։ Բաց է եղել, որի հիման վրա նախակոդավորված տարբերակների մեր հարցազրույցարանները նշել են, հիմա արդեն հետկոդավորվածներն են։ Առաջնորդություն եւ կազմակերպվածության մեջ լավ ղեկավարներ, հրամանատարներ, զոհ նաեւ եթե ինչ-որ անհատների անուն են նշել, դա էլ է այստեղ եկել։ Լավ սպայակազմ, սովետի օրոք կրթություն ստացածներ, այդ սովետի օրոքը իրական 3-4 տարբեր սովետի օրոք կար, որտեղ նայած թե մարդը դրա տակ ինչ նկատի ուներ։ Սովետի ժամանակվա խորհրդահայկական ազգայնականությունը, թե համալսարանական կոմպետենցիան, օրինակ մենք լավ հրետանավորներ ունեցանք, այդպես տարբեր սովետներ կային։ Երրորդ տեղում արտազգային պատճառականությունն է, ընկերներ, այսինքն երբ որ մարդիկ պատճառականությունը դետերմինացիան տեսնում են ազգից դուրս։ Պատասխանները տարբեր են եղել, տարբերակները, օրինակ տենց էր որոշված, Ռուսաստանն էր մեզ աջակցում, Թուրքիան չէր աջակցում Ադրբեջանին, Ադրբեջանի թուլություն, շնորհակալություն հիշեցնելու համար, Ադրբեջանի թուլություն պառակտվածություն եւ գերբնականը, կարծեմ արդեն ասացի, որ դե տենց պիտի լիներ, տենց էին որոշել։ Կարծեմ 0.9 թե 1.1% հենց այդպես էլ ասել էր։ Չէ, այլ երկրներում, բայց նույնիսկ եթե երկնքում ասեին, այդպիսի պատասխան եղել է, որ դե դա հնարավոր չի մարդկային բանով բացատրել, կոնկրետ մեկ մարդ ասել էր, դա էլ է գնացել այստեղ։ Եվ մերժումը, ընկերներ, ցավալիորեն իհարկե կա, մերժումը, այսինքն հակակոնսենսուսային դիրքորոշումը, որ մենք չենք հաղթել կամ Արցախը մերը չէր, այսինքն ցանկացած այսօրինակ պատասխան, որը ակնհայտորեն տիրապետող կոնսենսուսից դուրս էր, նշվել է մերժման տակ 1.2%։ Հիմա 1161 հոգանոց կշռված ընտրանքի դեպքում այս կարող 4-5 հոգի են եղել, բայց այդ 4-5 հոգին նշանակում է 1.2%, եթե ամբողջ ընտրանքը ճիշտ է կառուցված։ Դե այլ ունենք 1.2%։ Այստեղ ինչն ենք մենք մեր դիտարկումով էական համարում, եւ եթե դուք էլ դիտարկումներ ունենաք, սիրով կընդունենք, որ մարդիկ ամեն դեպքում հաղթանակը տեսնում են ներսում։ Սա բավականին հուսադրող պատկեր է, եթե հիմա արդեն խոսենք ոչ միայն ուղղակի սոցիոլոգիայի դիրքերից, այլ նաև որպես քաղաքասարակություն, մտավորականներ, հաշվի առնելով 2020 թվականից հետո Հայաստանում մասշտաբային իրականացվող պարտվողական դատապարտվածության քարոզը, սա բավականին լավ, այսպես գոտեպնդող պատկեր է, որ մարդիկ շարունակում են հաղթանակը տեսնել ներսում։
Հիմա արտազգային պատճառականությունը եւ մերժումը իրար հետ եթե գումարենք 10% էլ չենք ստանա։ Կստանանք 9.8%։ Բավականին տպավորիչ պատկեր է։ Ըստ ձեզ որն է վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցած ամենադրական իրադարձությունը։